Սնայք էլի։ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը, բա։ Ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ նման նախաձեռնություն եղել է երեք։ Ես առաջին ասեցի դա մասին, չէ՞։ Երեք արդեն։ Որ նման նախաձեռնություն կա ամենայն հավանականությամբ Թուրքիային պատժելու համար։ Դե ինչպես միշտ, Իսրայելը մեր լավագույն բարեկամը չի եղել երբևէ եւ նման որոշումներ կայացնելը դա հաստատ չի բխում իր բարոյական կերպարից եւ կեցվածքից։ Պետք է այսօր դա մասին խոսալ, մանավանդ ասեմ ինչն է բանը, ընդամենը 2 օր առաջ Էրդողանը եւ ավելի ճիշտ Թրամփը միամիտ գոված Էրդողանին, փառաբանեց Էրդողանին եւ մեղադրեց մի բանում, որ ինքը տենց էլ չհարցակվեց մեր հետ Իրանի վրա։ Եվ խոստացան, որ Էրդողանին գուցե իմաստ ունի արդեն կարելի է F-16-ել եւ F-35-եր փոխանցել։ Հա։ Սա կարմիր լույս էր Իսրայելի համար եւ որոշեց միանգամից ապտակել Թուրքիայի ում ձեռքով, հայերի ձեռքով։ Հիմա ես որ ասում եմ Փաշինյան Նիկոլ, դու այսօրվա քո վիճակով նմանում ես Էրդողանին, որպես Թուրքիայի ղեկավար, որը մեծ խնդրեմ ունի, որը կոչվում է հայոց ցեղասպանություն, որը ինչ ուզում է գիք գրի, ինչքան ուզում է Հայաստանի ղեկավար նշանակի, ամենատականքին, որ այս ամեն ինչը կունենա, բայց մեկը քաղաքական դաշտում ո փաստը չի վերանում։ Սա էլ նրա մասին է նաև ասում, որ դուք ստեղ Հայաստանում այն կա չէ, տենց Նիկոլ Փաշինյան ընտրած շեխ, որ պատրաստ ամեն ինչ ուրանա, իշև դուք կարող եք ուրանալ, բայց փաստը դրանից չի վերանում։ Եվ Նիկոլ Փաշինյանի կամքից անկախ Թուրքիային միշտ հիշեցնելու են այն պահին, երբ որ պետքա Թուրքիային տնորել, իրա ցեղասպան լինելու համընկամանքը։ Եվ Փաշինյան Նիկոլ, դու դառնելու ես պինգ-պոնգ, բեյսբոլի գնդակ, լեգիտիմ բեյսբոլի գնդակ, որը ոչ մի պաշտպանվելու հնարավորություն չունի, այլևս։ Թե միջև հիմա դու խոսում ես դեմոկրատիայի մասին, լեգիտիմ ընտրությունների մասին, դու արդեն փուչիկ ես դու չես կարող խոսած, ցանկացած երկրի ղեկավար, ցանկացած կազմակերպություն քեզ կարող է մի անգամից ասենց ուղղակի գրողից քեզ հիշեցնեն դու ով ես, քեզանից մշտական զիջումներ ստանալու համար։ Նույնիսկ եմ ասում, դու արդեն ճողված ես Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի մեջ։ Հələ մի ոտն էլ քաշում է Ամերիկան, այն մյուս ոտն էլ քաշում է Եվրոպան։ Այսինքն 6 ուղղությամբ դու արդեն ճողված ես։ Ընդ որում ասեմ, դու չես կարողանալ այս հարցը լուծես։ Եվ ամեն կողմը քեզ հիշացնելու է։ Ամեն կողմը հիշացնելու է։ Եվրոպան հիշացնելու է, որ դու լեգիտիմ չես։ Այսքան բան։ Ռուսաստանը հիշացնելու է, որ դու իմ ձեռքում ես 100-200 բազակա, որ ամբողջ տնտեսությունդ իմ ձեռքն է։ Ադրբեջանն ու Թուրքիան հիշեցնելու են, որ դու իրաց պարտք ես, որտեղ փողը գլխից են տվել։ Իրանի փող նախագահն էլ հիմա Երևանում է Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպում, դա մասին առաջին խոսան կամ արդեն եկել է կամ հեսա կգա հասկանալու, հիշեցնելու համար, որ ախր քեզ ասում էինք, չէ, վերընկի տեղդ, իմ Սանգեզուի միջազգ։ Դու հասկանում ես, ինչքան չլուծած հարց կա, ու դու քո չփլախ կներեք բառիս համար, հալով, այդ վիճակիդ կարգավիճակը դու որոշել ես գեր կարևոր, գեր դժվար հարցերը լուծել։ Դու դրա ունակությունը եւ իրավունքը չունես, որտեղ դու լեգիտիմ չես։ Այդ իրավիճակում կարա Հայաստանը այդ ցեխից կդիցիկական վիճակից հանի բացառապես լեգիտիմ ղեկավարը, որի դեմ ոչինչ չի կարող, ոչ մի երկիր չի կարող դնել որպես կամպրոմատ։ Նիկոլ Փաշինյանն ընտրացներ։ Հայաստանի մեծ ցնցումներ է սպասվում քաղաքական իմաստով եւ տնտեսական իմաստով։ Դրա քաղաքական եւ ամեն ինչ բոլոր տեսակի պատասխանատվությունը կրում եք։ Ես գիտեմ, որ դուք ընտրելու ժամանակ դրա մասին չեք մտածել։ Միշտ պետք է մտածեիք։ Դուք ընդհանրապես չեք մտածել։ Ոչ ձեր հարևանի մասին եք մտածել, ոչ այն սոված երեխու մասին եք մտածել, չունիկի մասին չեք մտածել։ Միշտ պետք է մտածեիք։ Դա ձեզ չի ազատում պատասխանատվությունից այն ինչ որ դեռ այն արհավիկները, որ դեռ գալու է կանգնի Երևանի դեմը, որովհետև այդ հարցերը չեն լուծված, այդ հարցերը պիտի լուծվեն։ Միջանցքի հարց, սահմանազատման հարց, առևտրի հարց, ինքան կա։
Դե ագնա ոնց կմեկնաբանի ախր Իսրայելի կողմից, ոչ չի ասելու ճիշտ է, ոնց կմեկնաբանի մի երկիր, որ ինքն հրաժարվել է ցեղասպանությունից։ Ես վախենում եմ նոտա ուղարկի, բողոքի նոտա ուղարկի Իսրայել, ասի ես ինչ եք անում, իմ եղբայր Էրդողանին ինչ եք մեղացնում։ Բայց հասկանում եք, չէ՞ որ այդ հերագրերը այլևս ոչ մեկի հետաքրքիր չի, որովհետև բոլորը հասկացան մի բան. Փաշինյան Նիկոլը ոչ մեկը հայկական իրականության մեջ։ Էլ չեմ ասում, այդ ինչ կարգի ոչ մեկը լինելու, եթե խորհրդանում մենակ լինի ինքը, ԿՊ-ով։ Դրա համար եմ ասում, ով մտավ խորհրդարան, Նիկոլա։ Թշնամու գործիք։ Ամեն օր ասելու եմ, որ բոլորը, ովքեր մտածում են այս բան կարան անեն, ամեն ցես այդ մասին մտածելուց վեր թռնեն վախից։ Նիկոլին կմոռանամ, կանցնեմ ձեզ։ Դե բախներդ փորձեք։ Թուրքիան էլ իհարկե որպես պատասխան ասում է, գիտես ինչ вообще պետքա մաքրել Երուսաղեմը Իսրայելի ներկայությունից։ Դա պետք է անցնի թուրքական կառավարության ենթակայության տակ։ Ու վերջ։ Հետաքրքիր է զարգացումը։ Մինչև հիմա ես Իսրայել եւ Թուրքիա հակամարտությունը դուրս չեն ընդունում, որովհետեւ դրա տակ կա մեծ առևտուր, այս ամբողջ ընթացքում եւ գազը, եւ նավթը, եւ ջուրը, եւ պողպատ, ամեն ինչ մատակարարել է Իսրայելին պատերազմելու համար, ցեղասպանություն իրականացնելու համար Թուրքիան։ Միշտ եղել է դա։ Բայց քանի որ Դոնալդ Թրամփը հիմա մերժում է Իսրայելին եւ պահում է Թուրքիային, սա Իսրայելի համար կարմիր գծեր է։ Եվ ընդհանրապես Իսրայելը հասկանում է մի բան, այս տարածաշրջանում ինքը մնում է մենակ եւ հիմա փորձում է ինքն իր ղջոցով, իր քաղաքական եւ ռազմական լծակներով ասի, որ ես եմ տարածաշրջանում տերը։ Իսկ ով ունի ինքը տարածաշրջան։ Ով։ Շատ մարդ չունի։ Թերևս մենակ Ադրբեջան։ Հա, ուրիշ ոչ մեկ։ Որովհետեւ մնացած բոլոր երկրները, որտեղ ինքը մտել ու քանդել է, հասկացան, որ երկիրը մանավանդ արաբական երկրները, որ այս երկիրը չէ, նախ իրանց պատկերացած ուժը չունի։ Երկրորդն էլ այն գարանտիաները, որ տվել էին իրեն, հա, նավթի դիմաց, ոչ մեկ չաշխատեց։ Այնպես որ տարածաշրջանում Իսրայելի կողքը մնացել է մենակ Ադրբեջանը։ Ադրբեջանը այնքանով, որքանով ինքը պարտական է Իսրայելին իր ռազմական հաղթանակների համար Հայաստանի նկատմամբ։ Տեսնենք սա ինչով կավարտի։ Ես չեմ բացառում, որ այս ընթացքում նաև Թուրքիա-Ադրբեջան հակամարտություններն են աստիճանի սրվել, որ Ադրբեջանը ստիպված լինի ընտրություն կատարել Թուրքիայի եւ Իսրայելի միջև։ Իսկ Իսրայելը բոլոր լծակներն ունի Ադրբեջանին ուղղակի, ասենց ասեմ, այն աստիճանի նվաստացնել ու վախացնել, որ նա վախենա նույնիսկ Թուրքիայի կողմը նայել։ Տեսնենք, ասենք ինչով կախարդվեց կռիվը։ Այո, Հայաստանում է արդեն Իրանի փոխնախագահը ու հանդիպել է։ Հələ դեմքը նայեք։ Կերտ ժպիտը տեսակ։ Նայեք, ինքը Էրդողանին ուրիշ շպիտով է նայում։ Լրիվ ուրիշ դեմքով։ Լրիվ։ Ստե լրիվ կերտը։ Ասեն։ Մի քանի բանից է երևում կերտ ժպիտը։ Ներքև սա fake ժպիտ։ Դե նույնիսկ կողքից է արդեն ներվում։ Միջալոց իրանցին բավական ազատ է ինքը, ազատ։ Բանի մեջ, ժեստիկուլյացիայի մեջ ավելի բաց, ժպիտի մեջ ավելի հանգիստ։ Գիտեք ինչի։ Դուրս չի խոսում։ Իսկ այն տականքը պետք է մի բան խափի դիմացինը։ Ամեն ինչ երևում է։